Բարև ձեզ։ Եվ այսպես քարոզարշավի շրջանակներում ենք եւ տեսնում ենք տարբեր տեղեր Նիկոլ Փաշինյանը բարբերաբար ինքնատիրապետություն կորցնում է, որովհետեւ ըստ էության նաեւ առերեսվում են իրականությանը, օրինակ 2 օր առաջ մեր հայրենակիցը արցախցի Նիկոլ Փաշինյանն ուղիղ հարց է տալիս, ասում է ասա այդ որտեղ ես հանձնելու, որ չգնամ այնտեղ ապրեմ, Արցախը դու ես հանձնել, 15 բարված տղաներից մեկի մայրը ուղղակի սարսափել էր այդ կադրերը, թե ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանի եւ նույն պահին Նիկոլ Փաշինյանի, այսպես ասենք, նորից այսպես հիստերիկ շարժումներով բղավոցները եւ իհարկե նաեւ այն իրականությունը, որ հիմնական ընդդիմադիր ուժերը եւ իր սպառնալիքները տեսան նույն Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ շատ հստակ ասաց, երբ որ ասում է Գագիկ Ծառուկյանն ընտրել եք Լուկաշենկոին, Ծառուկյանն ասաց, ընտրում եք Նիկոլին ու Քբեն, ընտրում եք Ալիևին ու Էրդողանին։ Երբ որ սպառնում է, որ ինքը չլինի պատերազմ կլինի, Սամվել Կարապետյանն ասաց, ռադդ քաշի ու կտեսնես, որ ոչ մի պատերազմ չի լինելու։ Եվ իհարկե վերջում նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքը, որ ըստ էության այ համբալ ինչ ունես դու մեր ինքնությունների դեմ, խնդրեմ ես ամեն հետ կապված ձեր տեսակետը։ Շնորհակալ եմ հրավերի համար, ողջունում եմ սիրելի հայրենակիցներ, քանի որ նախընտրական քարոզարշավ է, ես խոսելու եմ ընտրություններին ընդառաջ կարևորագույն իրողություններից, խոսելու եմ թե ինչ է պետք անել, ինչ պետք չի անել, եւ կետերով իմ մոտ գրել եմ, որպեսզի չմոռանամ ինչ-որ բան բաց չթողնեմ։ Նախ եւ առաջ սիրելի հայրենակիցներ, ձեզ խնդրում եմ, որ յուրաքանչյուրդ գնաք ընտրության եւ ընտրեք ընդդիմադիր 4 ուժերից մեկին՝ Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին եւ Արման Թաթոյանին, այդ 4-ից մեկին։ Եթե վստահ չեք, որ Արման Թաթոյանը անցնելու է շեմը, մի ընտրեք իրեն։ Ես ուզում եմ ասեմ, ընտրեք այն մարդկանց, ովքեր վստահաբար կանցնեն շեմը։ Եթե ուզում եք ինձ լսել, իմ խորհուրդը ընտրեք համար 3-ին Սամվել Կարապետյանին, որին որ ես եմ նաև ընտրելու եւ իմ ընկերները, գաղափարակիցները, որովհետեւ ընդդիմության մեջ ամենաբարձր ռեյտինգը ունեն իրենք։ Սակայն ելի եմ ասում, եթե համակրանք չունեք այս կամ այն ուժի նկատմամբ, ընտրեք այն մյուս ուժին, ընտրեք Ռոբերտ Քոչարյանին, ընտրեք Գագիկ Ծառուկյանին, որովհետեւ այդ քաղաքական ուժերն են ընդդիմադիր, որ ուղիղ առճակատման մեջ են Նիկոլ Փաշինյանի հետ, ովքեր պայքարում են Նիկոլ Փաշինյանի դեմ, ովքեր են փոխելու Հայաստանի Հանրապետությունում իշխող ուժի կարգավիճակը։ Նախ եւ առաջ ուզում եմ դիմել Նիկոլ ընտրողներին եւ նիկոլականներին։ Ուրեմն դուք ձեր քվեն Նիկոլ ընտրողներ կլինեք փողոցի լավ տղերք, կլինեք, չգիտեմ, շենքի բնակիչներ, ակտիվիստներ, ԺԵԿ-ի պետեր, լիազորներ շենքի, հասարակ քաղաքացիներ Նիկոլ Փաշինյանին ընտրելով եւ Արամ Սարգսյանին ընտրելով, դուք ընտրում եք Թուրքին, դուք ընտրում եք Իլհամ Ալիևին, դուք ընտրում եք Էրդողանին, դուք ընտրում եք Հայաստանի Հանրապետության վերջնական վիլայեթացումը, դուք ընտրում եք Հայաստանի Հանրապետության պետականության կորուստը։ Եթե նիկոլականներն ասում են, որ այս մյուս ուժերին ընտրելով դուք գնում եք Ռուսաստանի գուբերնիա դառնաք, մենք 30 տարուց ավել Ռուսաստանի հետ բարեկամական եւ դաշնակցային հարաբերություններ ունենք, բայց չենք դառել գուբերնիա, բայց դրա հակակշիռը վիլայեթ դառնալն է թուրքերի եւ վստահաբար կարող եմ ասել, որ ոչ մի նախագահ Հայաստանի Հանրապետության, ոչ մի քաղաքական ուժ այսքան ժամանակ այտենց ռուսներին չի քծնել, ոնց որ Նիկոլը հիմա քծնում է թուրքերին ու ադրբեջանցիներին։ Նոնսենսը որտեղ է հասել։ Ալիևը պարբերաբար աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Ալիևը պարբերաբար ասում է, որ Նիկոլը չընտրվի, ռևանշիստները գան իշխանության, պատերազմ է լինելու։ Այդ ձեր ցավը տանեմ։ Այս 30 տարվա մեջ ամենաշատ պատերազմը ով է բերել, այս 40 տարվա մեջ արդեն 26 թիվն է, 36 տարվա մեջ։ Նիկոլ Փաշինյանը, ամենամեծ զոհերը, շատ զոհերը ում օրոք ա եղել Նիկոլ Փաշինյանի, ամենաշատ ստերը ով է խոսացել Նիկոլ Փաշինյանը, այդ որ ձեզ մանիպուլացնում են, ասում են մենք չընտրվենք, պատերազմ կլինի, դա սուտ է, որովհետև իրանք ընտրվել են ու հա պատերազմ ա եղել, պատերազմ, սենց ասեմ, որ ձեր ինքնագիտակցության մեջ այդ ամեն ինչը դաջվի, որ հանկարծ
պատերազմ բառը ասելիս դուք ուրիշի պատկերացնեք մենակ այն մարդուն, ով պատերազմ է բերել ու ստորի նման անընդհատ ստել է։ Մեկ ասել է Արցախը Հայաստան է եւ վերջ, մեկ ասել է որ Արցախը մեր ինքնությունն է, մեկ ասել է որ պետքա գնալ եւ կռվել Արցախի համար, մեկը կանգնի ասել է Արցախը դա Ադրբեջանինն է, Արցախը մեր հետ կապ չունի, այսինքն սենց անձնավորություն է, ով միշտ բոլորին փորձում է մանիպուլացնի, խափե բա անձնավորություն։ Հիմա այս անձնավորությունը ուրեմն դուրս է գալիս փողոցներ ու մարդկանց կաշառում է։ Դուրս է գալիս փողոցներ, մարդկանց օպերացիայի հարցերն է ասում կլուծենք, չգիտեմ, մարդկանց ինչ որ բաներ է խոստանում, բայց այլ քաղաքական ուժերից ընդཐུպ միջև դեպք կա, ընկերոջը փողա պարտք, զանգելա պարտքը ուզելա, կաշառք տալու բանի տակ այդ մարդկանց բռնել են, վրոձի ընտրությունները կաշա, հասկանում եք աբսուրդը որտեղ է ասել։ Բայց հետո մի հատ այլ բան ասեմ, այդ նիկոլականների հեռախոսազրույցները տված կաշառքները ով է գցելու Facebook-ով է հանրայնացնելու։ Այդ որ ԱԱԾ-ն Նիկոլին է պատկանում, ոչ մի հեռախոսազրույց չեն գցում, դուք մտածում եք նիկոլականները ու Նիկոլ Փաշինյանի ակտիվիստները ամենաշատը իրանք են անում, ամենակեղտոտությունները իրանք են անում։ Ուրեմն ես ձեզ ասեմ, անուններ չեմ տալիս դեռ, կան տարբեր բակերում տղերք, ովքեր հարգված են, ովքեր, չգիտեմ, ունեն քրեական խնդիրներ ոստիկանության հետ ում վրա քրեական գործեր են հարուցվել, ուրեմն Նիկոլը եւ նիկոլականները նրանց խոսք են տալիս ազատություն իրենց ձեն բերելու համար։ Այս է Նիկոլ Փաշինյան քո ստանդարտները երկակի։ Հələ ես այդ ձեն բերողներին կանդրադառնամ, այդ հարգված տղերքին։ Կանդրադառնամ ու առանց վիրավորելու կբացատրեմ, թե որտեղ է իրանց սխալը։ Բայց եթե դուք նախկիններին եք մեղադրում, եթե նախկինները ունեցել են սխալներ, միևնույնն է, դուք պետական ինստիտուտները նենց եք բռնաբարում, դուք ընտրությունները չսկսած նենց եք կեղծում, որ դուք իրավունք չունեք ընտրություն կեղծելուց խոսալ, դուք իրավունք չունեք ընտրակաշառքից խոսալ, որովհետև ձեզից մեծ կեղծարար ու ընտրակաշառք բաժանող այս պետությունը չի տեսել։ Ուրեմն, եթե դուք մարդկանց ասում եք մեր համար ձեն բերեք, չենք դատի ձեզ, կամ ես չենք անի, կամ ձեր ես հարցը կլուծենք, այն հարցը կլուծենք։ Հիմա այդ մարդկանց եմ ասում, որ դուք ձեր չնստելու համար, կամ ինչ-որ հարց տեղը գցելու համար, իմ երկիրը, գնում եք Նիկոլ Փաշինյանի համար մարդկանց խնդրում եք, որ Նիկոլ ընտրեն, ձեր անձնական հարցերը լուծելու համար։ Օրինակ ես, իմ ընկերները, իմ հայրենակիցները, խի պետք է ձեր հարցերը լուծելու համար ապրեն մի երկրում, որը որ դուք կործանում եք։ Խի պետքա օրինակի համար այդ հարգված տղեկի հարցերը լուծվելու պատճառով իմ երկրում եկեղեցին արժե զրկվի, իմ հողը վաճառվի Թուրքին, ես իմ գլուխը կախ ապրեմ իմ երկրում ու իմ երկրից դուրս։ Խի պետքա ցեղասպանության հարցը այ լավ տղեկ, ձեր պապերին ու տատերին, որ թուրքերը կոտորել են։ Հիմա դուք ձայն եք բերում են մարդու համար, ով ձեր տատերի ու պապերի կոտորածը ուրանում, ուզում է Թուրքի առաջ կզի, Թուրքի ասածը անի, սահմանադրություն փոխի Թուրքի պատվերով, Հայաստանը սարքի վիլա հետ, բա դու կարա որ լավ տղա եք, ոնց եք նայելու, արա մեր բնակիչների, մեր ժողովրդի հետ մարդկանց աշկերի մեջ, արա որ խնդրում եք գնան Նիկոլ ընտրեն, ոնց եք այդ մարդկանց աշկերի մեջ նայելու, լավ ձեր հարցը լուծվավ, լավ չնստեցիք, հետո այնքան տուպոյ եք դուք, տուպոյ բառից բուն իմաստով, որ դուք չեք հասկանում, որ մեկա ձեզ նստացնելու են, եթե պետք է նստացնեն, մեկա ձեզ խափելու են, որովհետև տենց են արել, բա դուք արա ձեր երկիրը, ձեր հողը, ձեր դրոշը, ձեր աղբերների թափած արյունը, կարաք ուրանաք ու գնաք Նիկոլ Փաշինյանի նման, խափեբա, հայրենիք վաճառող անձնավորության համար, ձեն մուրալ, ձեր ընկերներից, տարիքով մեծ, չգիտեմ, բակի տատիկ պապիկներից, արելով դուք չեք ամաչում, դուք չեք հասկանում, որ այս կյանքը մի օրով չի, մյուս օրն էլ ենք ընտրությունների արթնանալու, իրար աչքերի մեջ նայելու, բալավ դուք ոնց եք շարունակելու ապրել, դուք ոնց եք մի մարդու համար գնում ձեն բերում, որ կանգնում է Սուրբ Աննա եկեղեցու մոտ, ու ասում է ես այդ աշխարհի դեմ եմ պայքարում, պետք է այդ աշխարհը վերացնել։
Հիմա դրան էլ կանդրադառնամ, այս միտքս ավարտեմ, կանդրադառնամ Նիկոլ Փաշինյանի լկտի պահվածքին, որը ոչ մի երկրում չենք տեսել։ Ուրեմն ես վերջին անգամ ասում եմ ես ապրում եմ Դեմերճան փողոցում, այդտեղ եմ ծնվել, այդտեղ եմ մեծացել, բոլորին սիրում եմ, հարգում եմ իմ բակի համ ավակ ընկերներին, համ ինձնից փոքր, համ տարեկից, ես ձեզ ասում եմ, գնացեք ում ուզում եք ընտրեք, Նիկոլ Փաշինյանի եւ Արամ Սարգսյանին երբեք չընտրեք, որովհետեւ այդ անձնավորությունները կործանելու են մեր պետությունը, հետո որ ընտրեք, հետո որ ձեզ բարև չտանք, ձեր աշկերի մեջ չնենք, չասեք խաբվեցինք, չգիտեինք, էսային այնա, վсё, անցանք, այդ կռուտիտները էլ չի անցնում, մենք հիմա ուղիղ եթերով պայմանավորվում ենք, այն մարդիկ, ովքեր կգնան կընտրեն Նիկոլ Փաշինյանին, պատրաստ եղեք, որ օրինակ ես ձեզ նայելու եմ հայրենիքի դեմ գործողություն արած անձնավորությունների, ովքեր սեփական շահը, սեփական խնդիրները ավելի բարձր են դասում, քան Հայաստանի Հանրապետությունը, քան Հայաստանի Հանրապետության համար զոհված տղեկի արունը, մեր ինքնությունը եւ մեր կարմիր գծերը։ Այդ մարդիկ իմ համար քրիստոնյա չեն կարող լինեն, որովհետեւ գնում են ընտրեն մի մարդու, ով մեր եկեղեցու, մեր կրոնի, մեր ինքնության դեմ պայքարա սկսել, ում շնորհիվ մեր սրբազանները հիմա գտնվում են ԱԱԾ-ի պատվալում։ Լավ, Այն մեկը, օրինակ, Միքայել Աջապահյանը տնային կալանքի մեջ ոչ մի տարբերություն չկա։ Ընտրում եք մի մարդու, ում պատճառով Արցախը էլ մերը չի։ Ընտրում եք մի մարդու, ում պատճառով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում գերության մեջ է։ Այ դուք ընտրում եք այս անձնավորությանը Թուրքի առաջ կզած մարդու, հետևաբար Այն մարդ ով կգնա Նիկոլին կընտրի, ես չեմ կարող իրան Նիկոլի նման չնայել, որովհետև եթե մեկը Նիկոլի նման խաբեբային, ազգը վաճառող, հայրենիք վաճառող անձնավորությանը գնում անդրի, ուրեմն իրան նման է։ Ուրեմն մինչև իր հարցերը լուծելը պետք է հասկանա, որ ինքը Նիկոլի հետ նույնացվում է, դառնում է Նիկոլիկ է դառնում ինքը փոքր։ Ու ինքը չի կարա հարգվի, հայրենասեր, ճակատը պարզ, ճակատը բարձր մարդու, հայի կողմից, ոչ փողոցում, ոչ գործի տեղը, ոչ քաղաքում, ոչ գյուղերում, դա ձեր ակաշներին օղարեք, ֆիքսեք ու լավ մտածեք, նոր ձեր ձեները Նիկոլի համար բերեք, այսքանը ֆիքսեք, հանկարծ իրարից նեղանալ չլինի հետո, որ թե բա չգիտեինք արա այս ինչա բերելու մեր գլխին, ձևը քթելեք, ընտրում եք, հելնում թռնում եք արա երկրից, այդում եք ամերիկաներն ու ռուսաստանները, մենք ենք քաշում ձեր ընտրության արդյունքները, հետևաբար մենք ուզում ենք ապրենք այնպիսի երկրում, որտեղ տնտեսությունը զարգացած կլինի, որտեղ գերակա շահը կլինի Հայաստանի Հանրապետության շահը, թե արտաքին, թե ներքին, որտեղ Թուրքին քծնելը չի լինի, ամենակարևոր բանը այդ օրվա արտաքին գործերի նախարարության աշխատանքի մեջ, որտեղ ցեղասպանության համար պահանջատեր կլինեն, որտեղ կունենանք անվտանգ երկիր, հզոր բանակ, հզոր տնտեսություն, որտեղ մարդիկ իրար չեն բռնի, իրար վրա չեն գրվի, որտեղ գողականը գողական կգնա, քաղաքական գործիչը քաղաքական գործունեությամբ կզբաղվի։ Այդ իմ համար շատ նուրբ թեմա է։ Դուք եթե գողական տղեկ եք, եթե փողոցային տղերք եք, դուք ինչ գործ ունեք քաղաքականության հետ։ Հիմա էլ մենք քաղաքականությունը թողենք գողական գնանք, հա, տենց ալնում է։ Գնացեք ձեր գործով զբաղվեք, գնացեք ձեր այն ինչը ձեզ հոգի հարազատ է դրանով զբաղվեք։ Ինչ գործ ունեք ձեր քիթը բերում մտնում եք քաղաքականության մեջ։ Ամբողջ ազգին գցում եք մի հատ մեծ չասեմ այդ բառայ դրա մեջ, հետո գնում եք ձեր գործերով։ Տենց ալնում է, տենց ճիշտ է, ձեր խոսքերով ասեմ, տենց եկած է։ Հələ մի հատ էդի մի հատ դրեք իրար հետ վերցրեք, հասկացեք, էս ինչ եք անում դուք վաբշել, ինչ Նիկոլ Փաշինյան էլի, ասենք։ Անցնենք առաջ։ Ես ուզում եմ Նիկոլ Փաշինյանից հասկանալ օրինակ, եթե Գոհար Գումաշյանը, ասենք մարդուն ինչ որ ասում է, չգիտեմ էլ, չեմ հիշում, ջինսը ասե կտամ, թե հերոստացույցա խոսք տվել մի հատ պապիկի, այդ ընդրակ աշարքա դիտարկվում։ Օրինակ թանգանոց գինիով մտնել մարդկանց տուն, ասենք 100,000 դրամանոց գինի տալ, դա կաշարք չի։ Օրինակ ձեր Տիգրան Ավինյանը ինչ որ բաների ազդեցության տակ այդ քիթը սենց անելով, բան այդ X կրեսիկ նոլիկ մայքեն հակած կիսա ճոճ տալով, ինչ որ բաների տակ, որ երեկ է ինչ որ մի հատ պարավի էին պաչում ինքը ու Տիգրան Ավինյանը իրար վրա էին ընկե, իրար լպստում էին, ասենք, էսա ձեր քարոզարշավ, էսա ձեր մակարդակը, որ
գնում է, ասենք, մարդուն էլի հերոստացույց է տալի, բայց այդի ընտրակաշարք չի դիտարկվում, որ գնում է, հա տեսախցիկ կապ չունի, տեխնիկա, որ գնում են մանկապարտեզին են ինչ-որ բան տալի, որ բաները, ասենք, վարորդական իրավունքները չունեցած մարդկանց ասում են ձեր վարորդական իրավունքները կվերականգնենք, հենց մեկը որ թոշակը 10,000 դրամով բարձրացին, բասա ստորություն է, բասա ընտրություններից առաջ ընտրակաշարք է, բայց ընտրակաշարք էր օրինական անում, բայց ընտրակաշարքը ոնց է ալնում, բայց խի արա թոշակառուների թոշակը մի տարի առաջ չբարձրացրիր, հե, քո հետ եմ, խի այդ տեսախցիկը Տիգրան Ավինյան մի տարի առաջ չնվիրեցիր այդ մանկապարտեզին, կարող է գիտես մարդիկ դեբիլ են, հա, չեն հասկանում ձեր արածը, կամ որ ասում եք Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը բարձր է, չէ՞, բարձր ուր գնաց թքեցին վրան։ Էլ զոհվածի ծնողները, էլ տատիկները, էլ պապիկները, էլ ուսանողները, էլ միջին տարիքի մարդիկ։ Ասենք լավ դու ամոթ չունես, ուր գնում ես իգնոր են քեզ անում, դու ո՞նց ես դուրս գալի մարդկանց մեջ ու մի հատ էլ գլուխ գովում, որ դու ռեյտինգ ունես, լավ անցանք առաջ, ամոթն էլ է լավ բան։ Կամ դու նախագահ մարդու հասցեին համբալ ես ասում։ Գագիկ Ծառուկյանի նման մարդուն ասում ես տաղուտ կբերեմ չոքցնեմ առինջում սաղդ պատասխան եք տալու Սամվել Կարապետյանին կալուգացի բան ես ասում խոպանչի ես ասում լավ դու անմակարդակ ես լավ որ բռնեն հիմա քեզ ինչ ասես ասեն կտանես մարդկանց կդատես կբողոքես այդ լրփի ձենդ է գցում ես ասենք եթերներով չգիտեմ ճղճղան ձենով էլի սկսել ես սեմ պատերին եմ տալու ես եմ անելու են եմ անելու թուլա մորթ պատերին մեր թշնամիներին տու Քաղաքականությունը, ընդդիմությունը, իշխանությունը, դրանք ինստիտուտներ են։ Հիմա քարոզարշավը մարդիկ իրաց քարոզն են անում։ Ինչ ես էլի սպառնալիքներով եկել ընկել մարդկանց ջանին մեկին պատին ես ուզում տաս, մեկին քաշը, ոստիկաններին եմ հանում գործից ով որ ընդդիմության, քաչ ես ուտում գլուխդ պատին ես տալի է, դու ոնց կարաս ոստիկան գործից հանես, այսինքն դու բռնանում ես մարդկանց կամքին, այսինքն մարդը ուզում է գնա Գագիկ Ծառուկյանին ընտրի, դու իրան գործից հանում ես, այս ինչ ռեպրեսիա է, ուր է կարա եվրոպական չգիտեմ գրանտներից սնվող կազմակերպություններ, բա ուր են այդ եվրոպական դիտորդները Հայաստանի Հանրապետությունը, որ եկել լցվել են, որ հետևեն ընտրություններին, բայց չեք տենում արա մարդկանց կամքին է բռնանում, մարդկանց սեփական իրավունքները իրացնելու որոշման վրա է բռնանում, ոստիկանը ուզում է Գագիկ Ծառուկյանին ընտրի, ասում է բռնելու եմ գործից հանեմ, բա ասենց երկրի ղեկավար է ալնում, մի հատ էլ եկել եք դիտորդեք, գրանցեք այդ ամեն ինչը, խոսելա ձևը իրա Մի հատ շատ կարևոր քննադատություն ունեմ ես։ Նա հետո էլ որ այդ մարդկանց տես բաներ ես ասում պատասխանը ստանում ես, ընկնում ես հիստերիայի մեջ։ Ընկնում ես դառնում ես խոսքի 3 տարեկան երեխան ես լրբությունը դնում։ Քեզ նորմալ պահի երկրի ղեկավարի մոտ պահի, որ մարդիկ էլ քեզ պատասխանը 10 անգամ ավել չտան։ Մի հատ չեմ հիշում այդ տղա անունը, միշտ սենց ասում ես Շենգավիցի Արսենն եմ, չեմ հիշում անունը, իրան եմ բռնե։ Նրա համար, որ ասել է Նիկոլ, արի Շենգավիթ, քեզ եմ սպասում, արի տես քեզ ոնց են ստե ընդունում, արի տես Շենգավիթի ինչ ձև է, քեզ մերժում այդ տղուն բռնել են, տարել են բռնության խոսք, ատելության խոսքի համար ձերբակալել են։ Մելիքյան Ռուբեններ են օրը գրել իր այջին։ Բա օրինակ այն մի հատ գոմիկ կա, Նիկոլի աջակից, այն փնթի արա, դրա անունը ինչ էր, այն արցախցիներին, որ Ինչ էր դրա անունը, այն որ արցախցիներին աշխարհի ամենավերջի բառերն ասում։ Երեք լրագրող Անի Գևորքյանին Լիլիպուտ, փնթի, չլողացած, ինչ ասես, արա մարդու իրավունքների պաշտպան, արա իրավապահ մարմիններ, ոստիկանություն, արա դուք ուր եք, արա դուք վաբշե ինքնասիրություն չունեք, արա այս ինչ եք անում մեր հետ դուք, այս ինչ առավելություն եք տվել իշխանության այս ընտրություններին, մնում է Հա այդ Ռուստամ, այդ գոմիկը, այդ որ իրանց գյուղում, օշականում, ոչ մեկ ձեռով բարև չի տալի իրան, այդ սրփապիղ թուլ են, ոնց կարա, ասենք լրագրողի հետ տենց վարվի, ու նայեք, ասենք գոմիկներն են Նիկոլ Փաշինյանի աջակիցները, աղանդավորները, կյանքում աստվածաշուչ չբացած մարդիկ, եկեղեցի չգնացած մարդիկ, ասենք ուր եք իրավասու մարմիններ այս ամեն ինչի համար սրանց պատասխանատվության ենթարկելու մտել եք ծակերը Նիկոլը սաղիթ հրահանգելա ձեններդ կտրեք ոչ մի բան չանեք արա դուք բոլորդ պատասխան եք տալու այդ մգեր Արմենիա թու լավա ես շատ այդ Գյորգիքս արա դուք սաղդ մի մորից եք ծնվել
Դուք բոլորդ մի մորիցեք։ Հիմա եթերային չի, ասեմ, դուք ինչի տաղեք եք, հասկանում եք, որովհետև ձեր նման մոլախոտների պատճառով այս երկիրը, այս սուրբ հողը դարել է մի հատ, չգիտեմ ինչ, դարել է մի հատ քաոսային, մի հատ քաոս եք ստեղծել ձեր անպրինցիպ ելնելու, ձեր սեփական շահը առաջ բրթելու, ձեր 2 կոպեկը քերելու, ամեն ինչ դավաճանելու, ամեն ինչ ծախելու համար, գնացեք մտել եք Նիկոլի հետևը ու մեր երկիրը տանում եք վերջնական կործանման։ Այ դուք բոլորդ, որ այն Իվետա Մուկուչյանը, ասենք դուք աղջիկ ջան, ոնց ես կարում գնաս Նիկոլ Փաշինյանի նախընտրական համերգին երգես, արելով դուք հայրենիք չունեք вообще, այդ փող մողը բան, որ ձեզ տալիս են, այդ ամենա վերջի ստադիան, հա, ձեր սրբությունը այդ փողով ավարտվում է, հա, դուք չունեք, չգիտեմ, ոչ մի պրինցիպ, դուք չեք նեղվում ոչնչից, որ ասենք մեր երկիրը հայտնվել է այնպիսի վիճակում, որ մենք թուրքացել ենք, բակերում մարդիկ արդեն ասում են մեր համար անտանելի է Նիկոլ Փաշինյանի այս պահվածքը։ Ես այդպիսի բակ չգիտեմ, որ Նիկոլ Փաշինյանին չատեն, որ չուզենան Նիկոլ Փաշինյանը իր վեշերը հավաքի ու գնա իր գործերին։ Ես նմանատիպ երկիր չեմ տեսել, որ նման ռեպրեսիաներով ընտրությունները անցկացվեն։ Մարդկանց խոսակցությունները դնում եք իրար հետ խոսացած ընտրակաշառքի տակ, մարդկանց փակում եք, չգիտեմ, ինչ ուզում անում եք, հասկանում եք, դրա համար ես ուզում եմ իմ հայրենակիցներին այս իմ խոսքի վերջում, ուզում եմ դիմեմ, խնդրեմ, հորդորեմ, նախ եւ առաջ, սիրելի հայրենակիցներ, հիմա հաշվեք ստեղից նոր սկսվում է այս լայվը, ինչ ասել եմ հիշեք, բայց այս պահը ֆիքսեք։ Ես բոլորիդ խնդրում եմ, գնացեք ընտրատեղամասեր ամսի 7-ին։ Գնացեք ընտրատեղամասեր, մերժեք Նիկոլին, ընտրեք Նիկոլին դեմ կամ Ռոբերտ Քոչարյանին, կամ Սամվել Կարապետյանին, կամ Գագիկ Ծառուկյանին, կամ Արման Թաթոյանին։ Սա իմ խորհուրդն է ձեզ։ Ընտրեք այդ 4 ուժերին, իմ կարծիքով այդ 4 ուժերը հաղթահարելու են մինիմալ շեմը։ Ես խնդրում եմ ձեզ, գնացեք ում ուզում եք ընտրեք այդ 4 ուժերից, միայն չընտրեք Նիկոլ Փաշինյանին եւ չընտրեք այն սատելիտ ուժերին, ովքեր այս ընտրություններին մասնակցում են նրա համար, որ ձայները փոշիացնեն, որպեսզի ամենաշատ փոշիացած ձայները գնան Նիկոլ Փաշինյանին։ Արդեն պարզիցել պարզա, որ Նիկոլ Փաշինյանը չի հավաքելու 50% անցողիկ շեմի ձայները, արդեն պարզա, որ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը մնացած 4 կուսակցությունների հավաքած կամ 3 ռեյտինգից տոկոսներից քիչ է լինելու, եւ ես ուզում եմ բոլորիդ հորդորել, ապահովել մեծ մասնակցություն ընտրություններին ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, որ Նիկոլը ընտրությունները կեղծելու դեպքում էլ չկարանա հաջողության հասնի։ Եթե ընտրեք Նիկոլ Փաշինյանին, եթե Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ, առաջին Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես թուրքանալու է։ 2. Ցեղասպանության հարցը վերանալու է միջազգային պահանջատիրական ասպարեզից։ 3. Արցախի հարցը վերջնական փակվելու է, այս էլ դուք լավ լսեք արցախցիներ, ընդ կան էլի, տենց մի քանի կուտոկ կան արցախցիների, Նիկոլ են պաշտում, այ դուք այս իմ ասածը լավ լսեք։ 4. Մեր կրոնը, քրիստոնեությունը, եկեղեցին, եկեղեցական կառույցները, այդ ամեն ինչը վերանալու է, աղանդը մեր երկրում ծաղկելու է եւ 301 թվականին քրիստոնեություն ընդունած ժողովրդի կրոնը իջիկ վերանալու է, դառնալու ենք մուսուլման, դառնալու ենք աղանդավոր, հետո մեր երկրում ատելությունը ավելի է մեծանալու, իրար հանդեպ ատելությունը հասնելու է գագաթնակետին, 6. Սպանությունները, խուլիգանությունները, դանակահարությունները, կրակոցները, տենում եք ինչ մակարդակի են, 30 տարվա մեջ երբ եք տենց տեսե, ավելի է շատանալու։ Նորից, ընտրություններից հետո, սահմանադրությունը փոխվելու, ինչքան պահանջ թուրքերը դրել են Նիկոլի առաջ կատարելու է, հանձնելու է բոլոր այն հողերը, որը որ միջև հիմա չի հանձնել, եւ վերջապես 9. այլևս Հայաստանի Հանրապետությունում մենք մեզ չենք զգալու հայ,
որովհետև եթե Նիկոլ Փաշինյանը այս ընտրություններն էլ հաղթեց, այս ինչ նշել եմ չի լինելու։ Դրա համար, եթե դուք հայ եք, եթե ձեր համար կարևոր է մեր կրոնը, ձեր համար կարևոր է մեր պետականությունը, եթե ձեր համար կարևոր է մեր հայրերի ու պապերի ու եղբայրների դարեր ի վեր թափած արյունը մեր հողի համար, մեկ բռունցք դարձեք, գնացեք այդ բռունցքով բռնության կոչ չհամարեք, սա ես քաղաքական առումով եմ ասում, հարվածեք Նիկոլ Փաշինյանի եւ նրա քաղաքական թիմի դեմքին ընտրախցիկներում, նրան դեմ ընտրելով եւ ցույց տվեք այս դավաճանի տեղը որտեղ է, որպեսզի նա ենթարկվի պատասխանատվության բոլոր գործած դավաճանությունների, հանցագործությունների եւ կեղտոտությունների համար։ Շնորհակալ եմ։